6 ամիս առաջ ես կարծես թե արեցի ամենաանիմաստ գնումը իմ կյանքում, վճարելով 1 միլիոն դրամ ստվերային ինտերնետից գնեցի բոքս։ Եվ արդեն 6 ամիս անց, ստանալով նամակ Darknet-ից, մենք գնացինք լոկացիայով։ Խորը անտառ, որն ամբողջովին պատված է ձյամբ, որում կան վայրի շատ կենդանիներ, իսկ օդի ջերմաստիճանը 0-ից 20 աստիճան ցածր է։ Դե ինչ, պատրաստեք։ Vay hora sarı het arıyor. Հենց հիմա իմ հետևի անտառում գտնվում է Box Darknet-ից 1 միլիոն դրամ արժողությամբ։ Անտառ, որտեղ կան լիքը վայրի կենդանիներ եւ վտանգը շատ մեծ է։ Դուք նայում եք Darknet-ի 3-րդ սերիան։ Այսօր շատ թեժ է լինելու։ Սիրելի ընկերներ, մենք Արամի հետ հասել ենք անտառ, որտեղ մեզ տրված է լոկացիան ու շատ մեծ հույս ունենք, որ 1 միլիոն դրամ արժողության բոքսի մեջ կգտնվի շատ հետաքրքիր բան։ Ինչ ես մտածում, ինչ կարա լինի 1 միլիոն դրամ արժողությամբ բոքսի մեջ։ Ինչ որ մի կրիմինալոտ բան, ինձ թվում է, որովհետեւ 1 միլիոն դրամ արժեքի բոքսի մեջ էդի կամ զենք զինամթերք, տենց թանկանոց բաներ։ Խնդրում եմ, հենց հիմա 20,000 լայք ենք հավաքում այս վիդեոյի տակ եւ անպայման բաժանորդագրվում ենք Միկա Թանգյան YouTube-յան ալիքին։ Տարին սկսվում է շատ թեժ նկարահանումներից, ուզում եմ որ տենց էլ շարունակվի։ Գնացինք։ Ուրեմն սիրելի ընկերներ, մենք արդեն բավականին խորացել ենք անտառում Արամի հետ հեսա։ Գնում ենք ահավոր ցուրտ է, ուզում եմ ձեզ ասեմ, ու բացի ցրտից ամենակարևոր բանը, որ ոտներս դնում ենք, մի անգամից փլվում ենք ձյան մեջ։ Մեկ Մի խոսքով շատ թեժ նկարահանում է սպասում։ Այստեղ դուք կարող եք տեսնել նկարը, որ լոկացիան որտեղ է պահված բոքսը։ Այս անգամ ձյանտակ են պահել։ Մեծ հույս ունեմ, որ շատ ուժեղ չեն թաղել, որովհետև եթե շատ ուժեղ թաղած լինեն, շատ դժվար կլինի փորել։ Արդեն մտնում է կամածից։ Այստեղ մինչև բոքսի հասնելը նկարահանում էինք, անում անտառն էինք նկարում։ Արամի հետ այսօր մենակ ենք իդեպ եկել։ Մի հատ ստեղ նայեք, խնդրում եմ։ Օր այս ինչ տեղ է։ Ժորդ ոնց որ արունոտ տեղ լիներ։ Ես հիմա նայում եմ նավիգատորը, համարյա հասել ենք լոկացիային, համարյա։ Ինչպիսին են տպավորությունները։ Ոտներս չեմ զգում, ձեռներս էլ կամած։ Դե գնա այս խորը անտառում գտի բոքս։ Միկան հիմա առաջացել է, նավիգատորով նայում է թե որտեղ կարող է լինի այդ բոքսը։ Ես էլ տենց անտառի մեջ նայում եմ կենդանիների հետքեր, օրինակի համար սենց հետքեր են կենդանիների տարբեր ձևերի։ 1 միլիոն դրամանոց բոքս, ինչ կարա լինի։ Հա։ Միք, նավիգատորը սենց է տանում։ Որ ժողովուրդ վախեցան հենց գոռաց, ասես մտածի կենդանի է։ Չէ, ես սենց։ Սենց։ Այն կողմնոց իս տալի։ Նայեք ժողովուրդ, սենց է նավիգատորը տանում։ Հետաքրքիր է։ Նայ, մարդու հետքեր։ Ժողովուրդ նայեք ուշադիր։ Ստեղ ամբողջությամբ ձյուն է, այսինքն այս ձևի ձյուն է։ Այստեղ հենց հիմա մարդու կոշիկների հետքեր է ու մի դարոշկա է գնում։ Ծիտիկներ։ Լես քար լռությունը վայելեք։ Գնացինք։ Արամը հենց հիմա հենց այդ հետքերով գնում է, ես էլ տեսեք մարդու հետքեր է ստեղ կոնկրետ ու հենց նավիգատորը տեղել մեզ տանում է։ Ինչ որ սենց հետքեր այդում են սենց փոսատիպ տեղ է հասնում։ Հենց փոսատիպ տեղեր մեզ տվել են։ Բայց այս տեղը չի, ընդհանրապես հետք չկա, տեսեք փոսատիպ տեղ է, բայց ընդհանրապես տեղ չկա մարդու հետքերի։ Հետքերով շարունակենք էթալը։ Բրատ, բայց աշկիս այս հետքերը ստե պրծնում են, է։ Ինչա։ Այս հետքերը։ Հուրը սարև։ Որա հուրը սարև։ Որա զգուշ ընկեր, հուրը սարև։ Դու զերդ։ Հերախսած սա։ Օրա։
Ժողովուրդ ընկանք հենց այս անտերի վրա նայեք։ Փորի։ Ուրեսիա։ Այո գտանք։ Որ այս անգամ էս ինչ շուտ գտանք։ Հեսա կամերան դնում եմ։ Արա բայց սխալ արեցի որ վրեն կանգնեցի կարողա։ Հապասնի ինչ որ կարողանք նայեք մի հատ արամին խնդրում եմ իշ ձյան մեջ է։ Ժողովուրդ իրոք բան եմ ասում։ Շատ մեծ խորը փոս է։ Մեր առաջ ամենակարևոր խնդիրը այն է, որ պետքա շատ զգուշ լինենք, որովհետև չգիտենք մեջը ինչ է։ Սառել է ջոգում ես, չի հելնում։ Ժողովուրդ հենց օրես ինչ փոս է։ Ժողովուրդ, պաշտոնապես մենք գտանք բոքսը։ Նայ, ոնց որ նամակ լինի, ոնց որ նամակի թուղթ լինի, հեսա բարձրանանք վերև։ Ժողովուրդ, մի հատ հարմար տեղ դնենք ու տեղ բացենք իրան։ Քել պետք է բարձրացնենք մի ձև։ Քել օրո, զգուշ, մենակ երկրորդ անգամ չընկնես։ Դավայ։ Օրո, դա если что քեզ պահում եմ։ Դավայ կամած, լավնես, բոքսը կամած դնենք գետնին։ Դե ինչ սիրելի ընկերներ, եկեք սկսենք նամակից, այ հենց այստեղ օրո, պատահական ժողովուրդ ճղեցի 2.5 արեցի նամակը։ Վախ խարա, вообще տենց բան չպետք է լիներ ժողովուրդ։ Այս ինչ տեքստ է, հորս սարև։ Ժողովուրդ ուրեմն մի հատ տեքստ է անգլերենով գրված։ Եկեք ձեզ մոտիկանամ կամերային ցույց տամ։ Տեսնում եք ժողովուրդ ինչ տեքստ է։ Ամեն ինչ քեզի պետք է, ինքը ներսում է, բայց դու պետքա խոձերները արյունոտ պետքա լինեն, ինչ որ տենց իմաստով բան։ Այսինքն ստեղ գրած է ինչ որ պետքա, գտնվում է բոքսի ներսում, բայց որ այդ բանը գտնես, բայց որ այդ բանը ստանաս, պետքա ձեռներդ արյունոտ ես, տենց է։ Սարև ինչ կարա ներսը Այդ լինի։ իմաստով է գրած ախպեր։ Ժողովուրդ հենց հիմա մեկնաբանություններում գրեք, հենց հիմա մեր շտատիվն էլ ջարդվեց, նույնիսկ էսի թափում եմ արդեն, այսինքն կարող է ինչ-որ միսը լինի։ Արյունոտ բան լինի։ Դե մեծ հույս ունեմ, որ ինչ որ Հավայի միս դրած չեն լինի 1 միլիոն դրամով։ Շատ ափսոս կլինի, որ տենց լինի իհարկե։ Դե ինչ, բացում ենք։ Դե ինչ, ստանդարտին համաձայն մի կողմից ես, մի կողմից դու, բացի դու քոնը։ Դեմից առաջինը գնաց։ Իմն եմ բացում։ Սաղ սարել է։ Լսում ես այս ձենա գալի։ Այս ինչ էր։ Չգիտեմ ախպեր, բայց սրազու լսա, ես ասում եմ վազում։ Որը սարև ժողովուրդ մեջը բան տրա, քեզ կրիշկեն բացելու ընթացքում։ Նա ծուխ ասկսում մեջից հելնի։ Որը չէ զգուշ։ Արա այս ինչ ծուխ է մեջից հելնում ժողովուրդ։ Իմ կարծիքով ինչ որ բան է եղել ժողովուրդ, որ իրանք ինչ մենք բացելուց նենց են արել ինադու, որ ինչ որ բան տրակի։ Այդ է ասում պրոժինելի սիստեմներ։ Ջոգում ես, ապա ինչ անենք, բացենք։ Կամացից գուշ։ Վայ հորը սարև հետ արի։ Հետ արի հորը սարև ես ինչ ծուխ է հելնում ժողովուրդ դուք տենում եք։ Արա բա մենք ինչ է։ Վայ հորը սարև։ Յախ, հորը սարև ժողովուրդ դուք ուղղակի չեք կարա պատկերացնեք ինչ է սրա մեջ։ Արա այս ինչ մսի կտորա։ Էսի չէի պատկերացնում ես տենայի։ Այս ինչ մսի կտորա։ Ժողովուրդ երթվում եմ, այս ինչ է։ Այս թղթի վրա գրած էր դրա համար արյունով։ Սել սիրտն է։ Չգիտեմ, բայց իսկական է։ Աչքերը, հորը սարև աչքերը։ Իսկականաբա ինչ են մազերը։ Աչքերը երթվում եմ։ Արամ երթվում եմ, այս ինչ է։ Ինչ, բայց ես էսի չէի պատկերացնում տենայից տես։ Վիդեոն մեծ հավանականությամբ կստանա YouTube-ի կողմից 18+, դրա համար յուրաքանչյուրի լայքը եւ մեկնաբանությունը շատ կարեւոր են ակտիվությունը պահելու համար։ Շարունակեք։ Ժողովուրդ դուք հավանաբար տեսել եք արդեն կադրներս։ Խոզի իրականում մի քիչ հիասթափված եմ, որ 1 միլիոն դրամանոց բոքսի մեջ, քիչ մի հատ այսպես պտտենք ցույց տանք 1 միլիոն դրամանոց բոքսի մեջ, ընդհանրապես խոզի գլուխա ու ինչ որ մսի կտոր, սա կհանենք ձեզ ցույց կտանք։ Հորը սարև։ Հորը սարև գիտես ինչ տեսա։ Իրա բերնի մեջ թուղթ է դրած։ Հորը սարև ատամներով լեզվով սեղմելա ու իրա բերնի մեջ թուղթ է դրած ժողովուրդ։ Եկեք մոտիկացնենք ձեզ մի քիչ ցույց տանք, բայց մի քիչ վախում եմ որ YouTube-ը հանգար շբլոկի։ Չես այս մասից երևում է բերնի մեջ ինչ որ թուղթ է։ Ստե պրոստը մսի կտոր է ինչ որ Հավայի։ Փագ եմ դնենք վրա։ Հա, փագի։
Գտնվելով խորը անտառում, որտեղ չկա ոչ կապ, ոչ ինտերնետ եւ քեզ գտնելը կարելի է ասել հավասար է 0%-ի։ Իսկ եթե նույնիսկ գտնել լիներ, ապա պետք է գտնեին կոորդինատներով։ Իսկ ինչ եմ ուզում ես ձեզ առաջարկել, եթե դուք ուզում եք փոխել ձեր գտնվելու վայրը եւ օրինակի համար Հայաստանից միանգամից հայտնվել Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ես ձեզ ուզում եմ խորհուրդ տալ Durev VPN-ը։ Սիրելի ընկերներ, անցած VPN-ի խաղարկությունից 3 հոգի հաղթող այս կոմենտը հաղթել են Միկա Թանգյան շապիկները, որը մենք շատ շուտով կուղարկենք հենց քեզ Հայաստան, ապրեք որ մասնակցում եք։ Կխնդրեմ կապվել իմ Instagram-յան էջի մենեջերի հետ կամ Telegram-յան ալիքի մենեջերի հետ, ուղարկել ձեր հասցեները եւ հաստատել, որ այդ կոմենտը գրել ես հենց դու։ Durev VPN-ի հետ մենք նույնպես մեկնարկում ենք նմանատիպ մրցույթ։ Ուղղակի պետք է անցնել լինքով, բաժանորդագրվել բոտին, պրոմո կոդում նշել Միկա եւ դու արդեն ավտոմատ մասնակցում ես Միկա Թանգյան շապիկների խաղարկությանը։ Իդեպ, Ռուսաստանաբնակ հայեր, YouTube, Instagram, TikTok ձեր մոտ էլ չի աշխատում, ես գիտեմ։ Դրա համար լինքով անցեք եւ օգտվեք Durev VPN-ից։ Իսկ մենք շարունակենք մեր լեգենդար վիդեոն։ Գնացինք։ Ուրը սարև էս ինչ հա։ Ժողովուրդ երթվում եմ, որ աչքերը տենում եմ, հələ եկեք սենց դնեմ, կարող չգիտեմ դուք տենաք իսկական խոզի գլուխա, չէ՞ էսի։ Աչքերը, յախ, կարող աչքերը։ Հետևի կողմն էլ ուղեղա։ Ինձ թվում է այս թղթի մեջ ինչ որ կարևոր ինֆորմացիա, որտեվ չի կարա 1 միլիոն դրամանոց բոքսի մեջ ուղղակի խոզի գլուխ լինի, դա անհնար է։ Տակ։ Սրանով էսի բեկանը։ Ժողովուրդ ատամները որ տենաք, հեսա բացեն, կամերան դնեմ ճիշտ դիրքով, սպասի։ Ժողովուրդ հենց նոր կամերան էի բարձրացնում, տեղադրում ու հենց նոր կրակոցի խուլ ձեն ու հենց նոր կրակոցի ձեն եկավ էս անտարից։ Դու լսար, չէ, հորս սարև ժողովուրդ բան եմ ասում։ Կրակոցի ձայն լսեցի։ Մի խոսքով ահա որ զզվելի է ժողովուրդ բերնի մեջ թուղթ կա։ Կարաս ատվյորկեն մտցնես։ Հենց ֆուլեզուն։ Ես չգիտեմ ես։ Օրը ատամը քբան արեց, հորը սարև մատը, ժողորդ ատամներ լեզու սաղ մեջն է։ Արա պտի ավելի ուժեղ արա։ Ատամը ջը։ Օրը ես ինչ մեծ ատամը։ Չգիտեմ տենում եք թե չէ, բայց քիչ ամնաց է թուղթը հելնելուն։ Ձեզ չեմ կարա ժողորդ ես լեզու բան սաղ ցույց տամ, որտեվ իրոք են որ հելնում է թուղթը տենում եք, այսպես մի չպահեմ։ Վեկալ։ Արուն օտասա։ Ես մտածում եմ ինք էլ մեզ պետք չի։ Ժողովուրդ բերնի մեջից հանեցինք, հենց հիմա խոզի բերնի մեջից հանեցինք թուղթ։ Ստեղ լնի։ Կոորդինատ է։ Ուրը սարև։ Պատկերացնում եք, այսքան փորձությունների միջով անցնելուց հետո պարզվում է, որ սա դեռ վերջը չէ։ Խոզի բերանի միջից հանում ենք մի թուղթ, որի վրա գրված են նոր կոորդինատներ։ Ուրը սարև։ Ես յոգա ինչա գրած։ Անխուսափելի է։ Ժողովուրդ ստեղ նայեք։ Կոորդինատներ ա տրված ու գրածա որ մահը անխուսափելի է։ Կենթանիների վրով ինչ որ զգուշացում են ուղարկել յոգում ես։ Մահը անխուսափելի է ու կոորդինատներ։ Հորը սարև այսի միլիոնոց բոքս է, ես այս արդեն զգում եմ։ Կոորդինատներ եք տվել, գրել եք մահը անխուսափելի է, մենք խորը անտառից գտել ենք խոզի գլուխ, իրա բերնի մեջից հանել ենք այս գրողը տանի կոորդինատները ու դուք ուզում եք մեզ վախացնեք։ Հաստատ տենալու ենք այդ կոորդինատներում ինչը գտնվում։ Ուրը սարև ընգեր, ես ինչ օրինք ենք։ Ժողովուրդ, որ հեսա ձեզ ցույց տամ մեր վիճակը։ Ահա որա։ Իրականում ստացվեց շատ հետաքրքիր, էմոցիոնալ եւ լարված վիդեո։ Չնայած նմանատիպ վիդեոներին կարելի է նույնիսկ անվանել ֆիլմ, որը ձեր 20000 լայք հավաքելու շնորհիվ կունենա շարունակություն։ Կխնդրեմ մաքսիմալ ակտիվություն ցուցաբերեք այս ֆիլմին, քանզի շատ կադրեր կան, որոնք պոտենցիալ վտանգավոր են, եւ շանսը մեծ է, որ մեր սիրելի YouTube-ը կտա մեր ֆիլմին 18+։ Եվ ձեզանից շատերի մոտ նույնիսկ ծանուցում չի գա։ Շուտով մենք կգնանք երկրորդ լոկացիայով, իսկ հիմա ամենակարևոր եւ լավ նորությունը ձեզ համար։ Շուտով ամեն շաբաթ օր իմ YouTube-յան ալիքում դուրս կգա նոր մնացածը գուշակեք մեկնաբանություններում։ Փոքրիկ հուշում։ Դա ձեր
ամենասիրելի պրոյեկտն է։ Կհանդիպենք YouTube-ում։